Հարցողում եմ պարոն Վարդևանյանին։ Ուժեղ խաղաղությունը ձեր պատկերացմամբ ինչպիսին է եւ ինչպես եք կարծում սկզբում խաղաղությունը պետք երկիրը ուժեղացնելու համար, թե ինչ որ ձևով ձեր ղեկավարը բերելու է իր հետ այդ ուժեղությունը եւ խաղաղությունը ապահովելու։ Միևնույն ժամանակ ինչ եք կարծում օրենքներին հակադարձվելով, օրենքների ի սկզբանե արդեն նախընտրական փուլում այսպես ասած տեսնելով որ կարելի է փոխել վարչապետի տեխնատու առաջադրելը ինչքանով է հարգալից ժողովրդի ընտրության հետ։ Խնդրեմ, պարոն։ Շնորհակալ եմ, վերջին հարցին նախարձագանքեմ։ Մենք ի տարբերություն օրինակ վերջին տարիներին քաղաքացիական պայմանագրի հերթական ապօրինի կամ իրավունքի նկատմամբ նսեմացնող վարքագծին մենք հանրությանը շատ թափանցիկ եւ հստակ ներկայացրել ենք ճանապարհային քարտեզը սահմանադրության փոփոխության ազգային ժողովի կողմից եւ հենց դրա շրջանակներում արդեն Սամվել Կարապետյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու մեխանիզմը։ Հետեւաբար այդ տեսանկյունից նաեւ թույլ տվեք որպես սահմանադրագետ էլ ընդգծեմ, այստեղ որևէ մի իրավական խնդիր չկա, իդեպ նաեւ հենց ձեր կողքին էլ մեկ այլ բավականին հայտնի սահմանադրագետ կանգնած է։ Ինչ վերաբերում է առաջին հարցադրմանը, մենք խոսում ենք նախ եւ առաջ իրական խաղաղության մասին։ Իսկապես մենք ոչ թե խոսում ենք մի իրավիճակի մասին, որ օրինակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ստորագրում է համաձայնագիր խաղաղության մասին, հենց այդ պահին ունենալով օկուպացիա իր իսկ հայրենիքում ու դրա մասին մի բառ չասելով։ Այն մենք օրինակ պատկերացնում ենք, որ խաղաղությունը իսկապես իրական լինելու համար պետք է նաեւ երաշխավորների ինստիտուտ նախատեսված լինի։ Դրանում որևէ վատ բան չկա, ավելին, հենց իրենք ամեն օր թմբկարում են, ասում են, որ ԱՄՆ ջանքերի շնորհիվ կարողացանք ստորագրել այս փաստաթուղթը։ Բաստացումը դա էլ է երաշխավորի ինստիտուտներից մեկը, ուղղակի մենք պատկերացնում ենք նույնիսկ մեկից ավելին։ Շնորհակալություն, 3 րոպե ընդհանուր քննարկման համար։ Ուրեմն նախ կյանքը ինձ ստիպեց համոզվել, որ այդ մագդիրները Հայաստանին եւ մնացած բառերին ընդհանրապես չեն գործում, ուժեղ Հայաստան, Կարգին Հայաստան, չգիտեմ, Հայաստանը Հայաստան է եւ վերջ։ Իսկ ինչ վերաբերում է երաշխավորների ինստիտուտին, երաշխավորների մասով ասեցի իմ նախաբանում խոսքից, որ բազմիցս հիասթափվել ենք, պետք չի հիասթափություն նորից փնտրել։ Չեք կարծում, որ կարելի է այդ խաղաղությունը, թեկուզ եւ հենց այդ պահին ձեր ասած, որին համամիտ չեմ, բայց ամեն դեպքում ունեցած օկուպացիայի պարագայում, որից հետո մեր մյուս գործընկերը մատնանշում է, որ խաղաղության նախաստորագրած պայմանագրում Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի սահմանները, ինչ եք կարծում, պարտված պետության սահմանները հաղթողը ճանաչում է եւ դուք դա համարում եք, ասենք, ինչ որ մի ասենց թույլ բան, դա մեծ ձեռքբերում է։ Դրանից հետո կներեք, դրանից հետո հարկ եմ համարում այս բոլորս միանանք մեր իշխանությանը, արգելենք խնդիրներ առաջացնելը, թերություններ ունենալը, օգնենք այդ խաղաղությունը հասնելու վերջնական Ես լսեցի ձեր արձագանքը, եկեք հետևյալը առաջարկեմ։ Հաշվի առեք, որ ես հերթագրվում եմ եւ պիտի Մի վարքան, պարոն Դրմեյան, հարգելի պարոն Դրմեյան, ես ձեզ տեսել եմ, հիմա երբ որ հարց ուղղել եմ պարոն Վարդևանյանին, պարոն Վարդևանյանը պետք է պատասխանի այդ հարցին։ Խնդրում եմ համբերություն ունեցեք, դուք պարտադիր եւ հարց կուղեք եւ կարտահայտվեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես կարծում եմ, որ իսկապես պետք է հանրային շատ մեծ համախմբումը տեղի ունենա եւ քաղաքացիական պայմանագիրը հեռացվի իշխանությունից։ Հեռացվի ոչ թե միայն նրա համար, որ 8 տարի ստել է, որ օրինակ ասել է Արցախում ապագա կա եւ այսօր Արցախում մեկ հայ անգամ չկա, այլ նաեւ թե իսկապես ինչպես է կարողացել նույն այս փաստաթուղթը բանակցել։ Բանակցել է այնպես, որ մինչեւ այսօր չի ստորագրվում։ Տեսեք ինքը նախաստորագրվել է, տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ նույնիսկ միմյանց նկատմամբ պահանջներ չնախատեսելու դրույթներ կան, բայց իրենք հրապարակավ ասում են սահմանադրությունը փոխեք։ Դուք աշխարհում մեկ այլ երկիր տեսել եք, որից մյուսին դիմի ասի հենց հիմա սահմանադրությունը փոխի, թե չէ ես խաղաղության համաձայնագիր չեմ ստորագրել։ Այ հենց դրա համար է, կներեք միացյալ շարունակենք դրա համար։ Մեր ամբողջ մտահոգությունը նա է, որ եթե սահմանադրության փոփոխության պահանջ դնում են, մի հատ էլ կարան 100,000-ավոր ադրբեջանցիների պահանջել դնեն ու նույն դեմքով ոնց այսօր ասվում է, որ դա սուտ է, ըստ այն մեջանակի սահմանադրության վերաբերյալ է ասվել։